Փաշինյանի բեմադրած տեսարաններն այլևս չեն աշխատում։ 2018-ի ապրիլ-մայիսին Նիկոլի ձեռքի արյունը, երբ դեռևս անգամ իշխանության չէր, կամ հեծանվով մանգալը, ինչպես հետո պիտի պարզվեր, ամբողջությամբ բեմադրված էին։ Այլ հարց է, թե դա որքանով է աշխատում։ Հիմա այդ բեմադրություններն այլևս չեն աշխատում, եւ իշխանության համար ամենախնդրահարույցը դա է։ Ի տարբերություն ընդդիմադիր բոլոր նախորդ շարժումների, իշխանազրկման մոտալուտ սցենարի թեմայով վարչախմբի հիստերիկ արձագանքները, թե իբր դա անհնար է, վկայում են այն մասին, որ նրանք չեն տիրապետում գործընթացներին։ Ընդդիմադիր խմորումները հետաքրքրական փուլում են։ Իշխանությունը եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը չէին սպասում նման զարգացումներ։ Եթե 7 տարի շարունակ օրակարգը թելադրում էր Փաշինյանը, հիմա նա է գնում ընդդիմության թելադրած օրակարգի հետևից, ավելին, չի էլ հասցնում։ Վերջին շրջանի գործողությունները իշխանության տարբեր ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, ֆեյքերի, հիստերիկ ռեակցիաներն այդ մասին են վկայում։ Փաշինյանի համար սա չափազանց վտանգավոր է, նա սովոր չէ դրան եւ այդ պատճառով սարսափելի անհարմարության մեջ է։ Եթե մինչև հիմա բոլոր գործընթացները նրանց համար հասկանալի էին, այս փուլն անկանխատեսելի է։ Նրանք չեն կարողանում գտնել ընդդիմադիր ուժերը որտեղից ուր են գնում։ Այդ պատճառով էլ ԿՊԱ-կան երեսփոխանները հաճախ իրարամերժ հայտարարություններ են անում։ Ի տարբերություն շատ-շատերի Նիկոլ Փաշինյանն իր էլեկտորատին լավ է ճանաչում։ Նիկոլ Փաշինյանը խաղաղություն հնդածս կվաճառի, բայց ինքը հասկանում է, որ ընտրություններն հաղթելու է այլ տարբերակով։ Ինքը պետք է կոնսոլիդացնի հասարակության, այսպես մեջ եղած ատելությունը ընդդեմ բոլոր նախկինների, ճակերտավոր, հնարավոր բոլոր նախկինների, սկսած Տիգրան Մեծից մինչև գործող նախագահի անունից Վահագն Խաչատուրյան։ Երկրորդ Նիկոլ Փաշինյանը սոցիալական խոցելի խմբերի շրջանում պետք է շատ լավ պոպուլիզմ խաղա։ Իշխանության ներսում արկա շարժումները վկայում են, որ իրենց համար անհասկանալի եւ անկառավարելի է այս գործընթացը։ Չեն կարողանում այն կառավարելի դարձնել եւ դրանից ջղաձգվում են։ Իշխանական որևէ թեզ չի աշխատում եւ նրանց խոճապն ու հիստերիան գալիս է հենց դրանից։ Այն ամենը, ինչ աշխատել է 7.5 տարի, հիմա չի աշխատում։ Ընդդիմությունը պետք է մաշեցնի պետական ապարատը եւ իշխանական ռեսուրսները։ Պիտի մաշվեն ոստիկանությունը իր տեղական ոստիկանապետերով, արտգործնախարարությունը իր նախարարով եւ փոխնախարարներով։ ԿՊ խմբակցությունում ջղաձգումները նկատելի են։ Մեծ մասը ձգտում է Չերևալ, ինչպես ցանկացած վտանգի դեպքում, երբ հետ են քաշվում, ասպարեզը թողնելով առավել ագրեսիվներին։ Այս անգամ սակայն կարծես անգամ նրանք չկան։ Ներկայումս համբերության պայքար է ընթանում եւ այդ պայքարում պետք է հաղթի ընդդիմությունը։ Նախորդ ընդդիմադիր ալիքներն իշխանությունը մաշեցրել է դրանք արհամարելով, այդ թեմայով չխոսելով, չտաքացնելով։ Հիմա ամեն ինչ հակառակն է։ Ընդդիմությունը պետք է արհամարի սրանց եւ բանեցնի բացառապես սեփական օրակարգը։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը այս ամբողջ ընթացքում պարտուղական քաղաքականություն է անցկացրել, Ալիևի գլուխը մտել է շատ պարզ բան, որ ինքը Նիկոլից կարա անընդհատ ինչ-որ բան պահանջի եւ նա էլ հիմար կկուի պես անընդհատ ինչ-որ բան է տալու։ Նոր իշխանությունը դադարեցնելու է Ալիևին միակողմանի զիջումներ անել։ Ամենակարևորը դա է։ Դադարեցնելու է միակողմանի զիջումներ անել։ Հրաժարվելու ենք Ալիևին ընդհանրապես որևէ զիջում անել, թակարակը մենք ենք Ալիևից սկսելու բան պահանջել։ Պետք է հիշել, որ վարչախմբի հիմնական հենասյունը ոստիկանությունն է, որը շատ հաճախ իրեն ֆաշիստական գեստապոյի պես է պահում։ Ոստիկանությունը բարեփոխվել է Միացյալ Նահանգների հարկատուների փողերով, հետևաբար պետք է դիմել Երևանում Միացյալ Նահանգների դեսպանությանը եւ ցույց տալ չակերտյալ բարեփոխված ոստիկանության իրական վայրենաբարո դեմքը։ Բարեփոխված գեստապոն ի ցույց է դնում իր ամբողջ պերճանքն ու թշվառությունը ընդդիմության դեմ անզիջում պայքարում։ Միգուցե դեսպանատներում մարդիկ չեն տեսնում այդ ամենը, միգուցե պետք է նրանց ուշադրությունը հրավիրել, ցույց տալ նրանց այդ կադրերը։ Նույնը պետք է անել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։